մի բան հասկանանք, պարոն Բաբան, խոսքը այն ձայնագրության մասին է, որ տարածվել էր այսօր։ Այնտեղ ինչ որ այսինքն տեսանյութ էր, որտեղ ձայնագրություն կար, որ ինչ որ մարդիկ խոսում են կաշառք։ Հասկացա, ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը։ Մարտուն Գրիգորյանի այս գործը։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից, եւ հաղորդագրությունից, որ տարածվել է, Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ, փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը։ Ինչու եմ հարցնում, որովհետև Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ մեծ զրույցում ասաց, որ ինքը ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում, այդ ձայները ծանոթ չեն։ Եվ իրեն վերագրում են ինչ-որ Շիբինի գործ, որ որոշ ժամանակ առաջ, ընդ որում կարծես նախընտրական կառույցության մեկնարկից առաջ իր թաղամասում Շիբին է լցրել, որը միշտ է արել։ Շատ լավ, 2 կամ 3 օր առաջ ինչ-որ դիտորդներ, անկախ դիտորդներ, եթե չեմ սխալվում, նաև Դանիելն, այնտեղ ուրիշ մարդիկ էլ կային, Սաքումցեն կային, ինչ-որ իշխանության հետ շատ համագործակցված տեսահոլովակ են հրապարակում, տեսահոլովակ են վերցնում Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագներ։ Մարտուն Գրիգորյանը գյումրեցի, ինքը շատ վաղուց Գյումրիում որոշակի աշխատանքներ է իրականացնում, այդ թվում այդ մի կադրը կա, որը ավելի վաղ արվել, ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեցող։ Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ քրեական անցանք կատարված լինելու առթիվ վարույթ նախաձեռնելու համար։ Դե շատ լավ առիթ է, դատախազությունն ու հակակառավարության կոմիտեն էլ օգտվել են այդ առիթից, վարույթը նախաձեռնել են, անձանց վերաբերյալ մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հարց լուծեն։ Այս պահին չունեմ տվյալ, որ խոզարկություններ տեղի ունեցած լինեն, հիմա տեղյակ են, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելեն կհասկանան որտեղ ինչ կա։